Պարոն Արությունյան, նայեք, իրականում սա քաղաքական հարթակ է, քեֆի սեղանի շուրջ չենք նստած, որ մեկը կենաց է ասում, 3 հոգի չեն լսում, մենք էլ համարենք վայ առամարեցին, այդ կենացը չլսեցին։ Քաղաքական կեցված կա, որևէ կոպիտ խոսք չի հնչում։ Հիմա ես էլ օրինակ այս դահլիճում մարդիկ կան, որոնք ուղղակի ֆիզիկապես չեմ ցանկանում լսել եւ դուրս եմ գալիս դահլիճից։ Ինչ վերաբերում է Լիլիթ Գալստյանի Կոմսոմոլի Երևանի քաղաքոմի բաժնի վարիչ լինելու հանգամանքին։ Իրականում կենսագրությունը շատ մեծ էր, այս կենսագրությունն եմ կարդացել, բազմաթիվ դրվագներ զեղչել եմ։ Պարոն Արությունյան, նայեք, եթե դուք ծնված չլինեիք 79 թվականին, օրինակ ծնված լինեիք 69, 70 թվականին, բնականաբար դպրոցական կյանքում կարող է լինեիք կոմսոմոլ։ Վստահաբար լինելու է կոմսոմոլ, ենթադրում եմ դպրոցում լավ եք սովորել, կարող է լինեիք կոմսոմոլի քարտուղար։ Օրինակ ես մեր դպրոցի կոմսոմոլի քարտուղարն եմ, բայց այդ չէր խանգարում բազմաթիվ հարցերում լրիվ ուրիշ գիծ ունենալ։ Հիմա Տիկին Գալստյանը տարիքը չենք ասում, ընկեր Լիլիթ, քանի որ Տիկին Գալստյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել, բնականաբար այդ պայմաններում հայտնվել է եւ շատ կարեւոր է։ Այսինքն ասեմ եթե չգիտեք, այդ ժամանակ դա շատ կարևոր պաշտոն էր։ Իդեպ ասեմ, 89 թվականի Երևանի քաղաքոմի պլենումն եմ հիշում, որին Տիկին Գալստյանն ներկա էր, որտեղ Արցախի հարցով հակառակ որ կոմսոմոլ էր բաներ, բանաձևեր են ընդունել։ Ամբողջ այդ պլենումը վերածվեց Արցախի հարցի։ Եվ այդ առումով արտառոց բան չկա։ Բայց քանի որ Այստեղ եմ ձեր հարցին եմ պատասխան, չեմ կարող չտրվել գայթակղությանը եւ անդրադառնալ։ Երեք դուք մի դարակազմիկ բան եք ասել։ Դուք ասեցիք, դե համալսարանում հոգեբարձուների խորհրդի նախագահան թողեցինք Գրիգոր Մինասյանին, բայց հետո տեսանք, որ վերցնում են, դրա համար մենք որոշեցինք վերցնել։ Բուհերը տեսակ, բուհերը վերցրեցիք։ Ընդ որում ավելին ասել, հանգուցյալ Արամ Սիմոնյանին գրեթե սրտի կատվածի հասցրեցիք, որտեղ ուզում եք ռեկտոր էլ փոխել, ոնց որ բազմաթիվ ռեկտոր փոխեցիք։ Հետո ասեցիք, լավ է, դատավորները ոնց որ ինչ որ բան են, ալաբուլային, եկեք դատավորներին վերցնենք, դատարանները վերցնենք, եկակ 26 թվին, մեկ էլ ասիք, այս ընդդիմությունը ոնց որ ուզում է կեղծի ընտրությունները, խի թողենք իրանք կեղծեն, եկեք մենք կեղծենք պրծնենք։